Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, Զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորհել եւ խոսել եւ կործել առաջի քո համենայն ժամ։ Իչար խորհրդոց, իփանից եւ իգործոց փրկյազիս եւ ողորմյա քո առածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Գահավադանք ամենասուրբ երորդության, հորը որդիին և սուրբ հոգիին, գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագոմը նստելուն, և ահեղ ու պարավոր երկրորդ կալուստին գնդունինք և գահավադան ամեն։ Հրամեցեք։ Սիրելիներ, Աստված շնորհ կրած է մեզի և իր դուները հաստատած է երկրի վրա նաև, որբեսի մեր նեղության ժամանակ, զինք պնդրելու համար, մեր ուրախության ժամանակ, մեր ամեն ինչի ժամանակ իր դունը երթանք։ Եվ Աստծո դունը երկրի վրա եկեղեցին է։ Աստծո դունը երկրի վրա այն վայրն է, ուր որ գահավաքվինք բաշտելու համար զինք և Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակենք։ Աստծո դունը անշուշտ քարեղեն շենքը չէ, Աստված քարերու մեջ չի բնագիր։ Մենք Աստծո դաջարն ենք և երբ Աստծո դունը գերտանք, մենք մաս կգազմենք այդ հոգեղեն դաջարին, այդ հոգեղեն քարերն ենք մենք դաջարին։ Առանց մեր ներկայության այդ դաջարը սիրելիներ ոչ մեկ օգուտ պիտի չունենա, ինչպես որ այսօր դժբախտաբար մեր գրաված հողերուն վրա, թշնամիներուն կողմէ գրաված հողերուն վրա, մեր դաջարները կան, այո, բայց հավատացյալներու անդամները չկան։ Ամենայնչեւս ցավալին այն է սիրելներ, որ երբ որ մարդիկ ունին Աստծո դունը երկրի վրա, եւ սակայն Աստծո դունը չեն երթար։ Ասի, որ նայեցեք Աստծո դունը մեր կյանքի ամեն ինչին հետ կապված է։ Մեր ծնած ժամանակ ծնելեն իդ ծնողներ, որպես 40-օրյա դաջարի ընձայում մեզ Աստծո դունը կբերեն։ Մգրդության ժամանակ դարձյալ, հաղորդության ժամանակ դարձյալ, նշանդուկի ժամանակ, բսակի ժամանակ, թաղումի ժամանակ, այլ խոսքով աշխարհ մտնելու եւ աշխարհեն դուրս մեկնելու ժամանակ միշտ Աստծո դունն է, որ մեզ կբերեն։ Ինչու համար մենք գամավոր չերթանք Աստծո դունը։ Այսօրվան հավաքական ընթերցանության համար ընտրած եմ Գորախի որդիներու գրած 84-րդ Սաղմոսը, ուր Գորախի որդիները փախցանք կհայտնեն Աստծո դունը երթալու եւ գսեն Աստծո դան մեջ անցուցած մեկ օրը հազարավոր ուրիշ օրերու հետ չեն փոխեր, Աստծո դան մեջ ապրիլը ավելի գնախնդրեմ, քան թե անորեն մարդոց հետ ըլլալը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հավատացյալ մարդը այս երկրի վրա անպայմանորեն նեղությունները պիտի անցնի։
անպայմանորեն։ Բողոս Արաքյալը, երբ հավատացյալներուն հետ կխոսեր, անոնց սիրելներ, տեսեք, ինչ կփոխանցե։ Կորց Կարաքելոց գրքի 14-րդ գլխու 22-րդ համարի մեջ գսե. Բազմաթիվ նեղություններ պետք է գրենք Աստուծո արքայությունը մտնելու համար։ Բազմաթիվ նեղություններ պետք է գրենք։ Այնինչ որ անձնական նեղություններ կգրենք, անոնք դակավին նեղություններ չեն սիրելներ։ Նեղությունները, երբ որ մարդիկ կստեղծեն, կհալածեն մեզ, մեր հավատքին համար գայբանեն մեզ, կձաղրեն մեր հավատքը, արգելք կլան նույնիսկ Աստուծո դունը մտնելու։ Ահա այդ բոլորը հոգևոր նեղություններ են։ Սակայն նեղությունները սիրելներ մեզ գոդրելու համար չեն։ Նեղությունները մեզ թաստիարակելու համար են։ Աստված այո մեր մեջը նեղության ժամանակ փամը կգոդրե։ Անիկա մեր հբարդությունն է, մեր ինքնասիրությունն է։ Դերս սիրելներ սակայն այդ գոդրելով չուզեր գոդրված մնանք, այլ այդ գոդրելով մեր մեջը նոր առաքինությունը կձաղգեցնե, հեզության, խոնարհության առաքինությունը։ Եվ երբ դեսնե Աստված մեր մեջ խոնարհության, հեզության առաքինությունը, այդ ժամանակ կբարձրացնե։ Որովհետև դերը գսե հբարտները կխոնարեցնե եւ խոնարհները կբարձրացնե։ Ուրեմն սիրելներ, երբ որ հբարտություն կա մեր մեջ, դերը կգոդրե մեզ։ Բայց երբ որ դեսնե այդ գոդրվելեն վերջ խոնարեցանք, կբարձրացնե մեզ։ Ասիկա Աստուծո մարդուն հետ վերապերելու աստվածային ցև է սիրելիներ, որ սկիզբը մեզի նեղություն կրնա պատճառել, որ ինչու համար այդպես կլա, ինչու համար Աստված մեզի այդպես կնե, բայց սիրելիներ, երբ որ Աստուծո ցերկին տակ կտաստիարակվինք, առաքինությանց մեջ կտաստիարակվինք, այն ադեն գանտրատարնանք, որ Աստված մեզ ոչ թե գոդրեց, այլ Աստված մեզ փոխեց։ Եվ այդ բոլորը մենք կհասկանանք, երբ Աստուծո դունը գուքանք։ Հետևաբար, այսօր, երբ սերդենք հայտնություն Հովանու գիրքի 15-րդ գլուխը, պիտի տեսնենք, որ հավատացյալները պիտի կանգնին Աստուծո թիմաց։ Սիրելի քույրեր, եղբայրներ, երբ Աստուծո դունը կմտնենք, իմանանք, որ Աստուծո թիմաց ենք։ Սուրբ բادرակի ընթացքին դեր մգա ուր գսվի որք հավատով գայք հանդիման Սուրբ սեղանույս արքայական դեսեք բազմյալ Քրիստոս արքային եւ շուրջ բադյալ զորք վերնական։ Այսինքն թուք որ գսե հավատքով գանքնած եք խորանին թիմաց Աստուծո դան մեջ վեր բարձրացուցեք ձեր աչքերը եւ տեսեք Քրիստոս արքան եւ իր շուրջը հրեշտակները գանքնած։ Աստուծո դունը չենք երթար ժամանակ անցնելու, Աստուծո դունը երթանք զինք տեսնելու։ Եվ Հիսուսը ասավ երանիներու մեջ, երանի անոնց, որոնք մաքուր սիրտ ունին, որովհետև անոնք զաստված պիտի տեսնեն։ Երբ մաքուր սիրտ ունենանք ու մաքուր հոգիով գանքնենք Սուրբ խորանին թիմաց, Սուրբ բادرակի ընթացքին, այդ ժամանակ սիրելիներ կտեսնենք Քրիստոս արքային։ Եվ ադորամար բادرակիչը վերջավորության գսե ի սրբություն սրբոց։ Սուրբ նշխարը Քրիստոսի մարմինը փարսացնելով գսե սրբությունը սուրբերուն։ Անոնք, որոնք սիրելներ սրբությամբ գաբրին, սուրբը կտեսնեն ու սրբությունը առնելով սուրբի բնակավայր կդառնան։ Ահա եկեք այս իմաստով, այս դրամատուրգիամբ ընթերցենք 84-րդ Սաղմոսը։
Աստուծո դուն երթալու փախցանք։ Ընթերցենք։ Ինչ սիրելի է դաջարդ ամենագալ դեր, ամբողջ հոգիով գցանգամ եւ գփապակիմ քավիտներուտ մեջ բնագիլ դեր, սիրտս ու մարմինս ծնծությամբ գործներ կեն քեզ անմահ Աստված, ջնջուկներն իսկ փույն գտնեն սեղանիտքով, ձիձեռնագը հոն փույն գշինե իր ցակերուն, ամենագալ դեր, իմ թակավորս եւ Աստվածս։ Երդեգ անոնց, որ դանդ մեջ կփնագին, որովհետև անդադար քեզ պիտի օրհնեն։ Երդեգ անոնց, որոնց թունես օգնականը, երդեգ անոնց, որոնք սրտանց կփապակին քու դաջարդ ուխտի ելնել։ Հազիվ անոնք անցնին դրտմության հովիդեն, չոր հովիդը օվասիսի կվերածվի, որովհետև աշնանային անձրևները օրհնությամբ գողողեն զայն։ Գզորանան անոնք դագավ, ավելի եւ ավելի։ Մինչև քան Սիոնի մեջ Աստուծո դիմաց կանգնին։ Ով դեր, Աստված ամենագալ, լսե աղոթքս։ Խնդրանքներս մտի գրե, թուն Աստվածը մեր հայրերուն։ Թուն մեր պաշտպանն ես, ով Աստված, դես եւ բահե օձյալդ։ Գնախնդրեմ քավիթիդ մեջ իմ անցուցած մեկ օրս, քան թե 1000 ուրիշ օրեր քավիթեդ դուրս ապրված։ Շատ ավելի գնախնդրեմ Աստուծույս դան սեմին կանգնիլ, քան ամպարիշտ մարդոց դուները բնագիլ, որովհետև դեր Աստված մեր արեքագն ու վահանն է, շնորհք ու փառք գուտա եւ ովևէ փարիքե չի զրգեր անոնք, որոնք ամպից կյանք մգաբրին։ Ամենագալ դեր, երանելի է այն մարդը, որ քեզի գապավինի։ Ամեն։ Ինչ հզոր սաղմոս է, չէ՞։ Շուրջ 3000 տարիներ առաջ գրված է։ Եվ նայեցեք սիրելիներ, այս խոսքը սրտիս շատ տպավ։ Ջնջուկներն իսկ փույն գտնեն սեղանիտքով, ձիձեռնագը հոն փույն գշինե իր ցակերուն։ Ամենագալ դեր իմ թակավորս եւ Աստվածս։ Սիրելիներ, ձիձեռնագը Աստուծո դան ձերբերու մեջ փույն գտնե եւ իր ցակերուն համար։ Իսկ մարդիկ ոչ եկեղեցի գերտան, ոչ ալ իրենց զավակները Աստուծո դան մեջ կմեցնեն։ Ձիձեռնագը, սիրելի քույրեր եղբայրներ, թող թրջունը օրինակ ըլլա։ Մի ուրախանակ միան, որ ձեր զավակները կամ թորները ագումբ գերտան, ֆուտբոլի գերտան, կարաթեի գերտան, մարզանքի գերտան, մի ուրախանակ անոնցմով միայն։ Այլ զանոնք Աստուծո դան մեջ աջեցուցեք, Աստուծո դան մեջ մեծուցեք։ Այդ թողը լա ձեր ուրախությունը։ Մնացյալ բոլորը սիրելներ գուքան, մնացյալ բոլորը իրենց կյանքին մեջ, հոգևոր կյանքի մեջ օգուտ չեն բերեր, որովհետև եթե անոնք Աստուծո դան մեջ չմեծնան, անոնք սիրելիներ մեծնալե վերջ կգործվին։ Երանի թե միայն լսողներ չլային Աստուծո խոսքը։ Երանի թե սիրելներ այստեղ այսօր ձեր մանուկներով եւ ձեր թորնիկներով լեցվեր եկեղեցին եւ ամեն գիրագի մեր եկեղեցիները։ Բանտուղտ ենք մենք այս կյանքի մեջ, թե Պետրոս Սարաքյալ, թե Բողոս Սարաքյալ, բոլորն ալ գսեն սիրելներ, որ մենք օդարական եւ բանտուղտ ենք այս կյանքի մեջ։ Հայոց բանաստեղծը ասած է հյուր ենք այս կյանքի մեջ, գուքանք ու գերտանք։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եկեք երկենք միասին բանտուղտներ ենք տապարական, որովհետև ուր է մեր իսկական դունը, հոն է մեր դունը։ Սիրելիներ, մեր սուրբ առաքելական եկեղեցվո մեջ ննչեցյալներու արարողությունը ինչ կգոչվի։ Հուղարգավորություն։ Հուղարգավորություն։ Գիտեք ինչ կնշանակե հուղարգել։ Ուղարգել։ Մեր ննչեցյալը ուղարգել ուր դուն դուն ինչպես որ երտանք որպես սփոսաշրջիկ տուրիստ գուրախանաս քեֆ կնես
գայցել ես վայրեր, չէ՞։ Բայց որքանալ երկար մնաս դուրսը վերջավորության ինչ կուզես։ Դուն դառնալ։ Եվ որ դուն կդառնաս ինչ կսես։ Օհ, դունեն ավելի հանգիստ դեր չկա։ Սիրելներ, հուղարկավորելը դուն ուղարկել է։ Եվ օրը մենք դուն պետք է վերադառնանք։ Բայց զգուշը լանք, որ հանգարց այնպիսի տուրիստիկ կյանքով չապրենք այստեղ, որ մեր դունն ալ գործընծնենք։ Երգենք միասին։ Բանտուխներ ենք թափառական եւ հոսոդար աշխարհ մեզի երբեք անքես չխոստանար երկինքի մեջ լոկած ընձում խաղաղություն հոգվով պեղուն հավետ բայցար հավետ սերուն հոն է մեր դունը մեր վե ու մնայուն հոն է մեր դուն հավետ բայցար հավետ սերուն հոն է մեր դուն ուր գմեգնին սուրբերն համայն ուր գգազմեն մեգնդանիք արքունական ազատ ամեն չարյաց տաժամ նեդեր եմ պյուր հոնուր գենաց կետ գհոսի վջիտ մակուր հոն է մեր դուն դունը մեր վե ու մնայուն հոն է մեր դուն դու հավետ բայցար հավետ սերուն հոն է մեր դուն ուր ոսկեղեն քաղաքն ամպոչ գշողշողա մեծ արկային սիրով նամվերջ ուր սերոպեգան թուլ գերքեն ըզմայլահար իդես ամպից անեց հարսին հմայքն անջար հոն է մեր դուն դունը մեր վե ու մնայուն հոն է մեր դուն հավետ բայցար հավետ սերուն հոն է մեր դուն անշարժ վեմին վրահաստադուն հոնուր պնավ խոնչենք չգա ընտրյալ մարդուն ուր պնության ագունքներեն պխի պերգրան ու բաշտվի պարցյալ նաստված հոգվով համակ հոն է մեր դուն դունը մեր վե ու մնայուն հոն է մեր դուն հավետ բայցար հավետ սերուն Երկինքն է մեր հայրենիքը,
հազար թրախտ, հազար երանք ձարոծագոնք, եթե մազարդ, թուր թրջնոցու ռեշտագացետ, դալով ողջույն, գքեղքեղեն ամահություն, վեսոր պերուն, վերնե մեր դուն, դունը մեր վեումնայուն, վերնե մեր դուն, հավետ բայցար, հավետ սերուն։ Ժողովուրդ, ուր է մեր դունը։ Երտանք, պատրաստ ենք։ Եվ որ Աստված գան չէ, կարևորը պատրաստ լանք սիրելներ։ Հանգար չլա որ անպատրաստ գտնե մեզի դերը, չլա։ Ամեն մարդ որ եկեղեցվո մեջ չէ որ անպայմանորեն վերի դունը պիտի ելնե։ Որովհետև դերը իր տադաստանը պիտի սկսի իր դունեն։ Հետևաբար, եթե հանգարց որոմ ենք, եթե ես որոմ եմ, ուրեմն պետք է վախնամ, ուրեմն պետք է փոխվիմ։ Եթե գուզեմ երկնային դունը, երկնային հայրենիք ելնել։ Եվ ադոր համար պետք է աշխատիմ ամեն օր դիրոջ պատվիրանները բահելով, սրբացնելով ինքս ծորենի վերածվելով։ Այլապես, եթե մնամ որոմ, չեմ գտնար երկինք ելնել։ Մոդ է ժամանակը, մի հետացկեք։ Պողոս Արաքյալը Եփեսացիներուն նամակի մեջ կսե, այս օրերը չար են, օգտագործեցեք ժամանակը։ Սիրելներ, ինչի համար օգտագործեք ժամանակը։ Այսօր հեռախոսները այնքան գլանած են մեզ, որ մեր ժամանակը գխլեն մեզ մեն։ Երբեմն ժամերով հեռացանի վրա ենք և չենք զգար, որ հեռախոսի վրա ենք։ Իսկ Արաքյալը գսե օգտագործեցեք ժամանակը, օգտագործեցեք։ Անգերց մտածենք, հեռախոսը որքան կգործածենք, այնքան Սուրբ Գիրքը կգարտանք, այնքան Սուրբ Գիրքը կապրինք։ Այսինքն իրականության մեջ երբ որ հեռախոսի վրա ենք, երբ ժամանակ ունենանք Սուրբ Գիրքի խոսքերը ապրելու։ Եկեք երգենք, մոդ է ժամանակ եղբայրներ, ցայմը հնչեցի եղանակով է, պատրաստ։ Մոդ է ժամանակ եղբայրներ, մի հետացկեք, հրճագենք լուրըն պարիմիշ, չտոլանանք երբեք, զի այս է բադվերն դրված, մեզ դեր Իսուսեն, որ պխին գենաց աղբյուրներ, միշտ արադորեն, առաջնորդ ենք դեր Իսուսի, հոգին էր ձարավ, անգե պխին աղբյուր գենաց, հավիդյան հարգավ, եղբայրներ Իսուս Քրիստոսի, մենք ձարաներ ենք, հավադարմապար բոլոր սրտով, անոր ձարայենք ամամարտության ըլանք ժրաչան,
հաջեցնենք Տեր Հիսուսը փառք տանք իր անվան փառք տանք իր անվան Գստանանք մենք վարձ փոխան այս մեր ծառայության Բիդվայել ենք Տեր Հիսուսը թարեր անվաղճան Բիդվայել ենք Տեր Հիսուսը թարեր անվաղճան Երբ այսօրվան հոգևոր սերդողությունը գբադրաստեի սիրելիներ, հոգիս մեջ, այսպես Սուրբ Հոգին արթնությունը բերավ։ Եվ մտածեցի, որ քանի տարիներ առաջ, երբ COVID-ը եղավ, ու COVID-ի ընթացքին, COVID-ին առաջ նույնիսկ սիրելիներ, այս աշխարհի չար ղեկավարներ, վստահ եմ, որ տեսած եք, հայտարարեցին ու մինչև այսօր կհայտարարեն միջայլոց, որ երկրի բնակչության թիվը պետք է բարձրացնենք։ Երկրի բնակչության թիվը պետք է բարձրացնենք։ Այս խոսքը, այս աշխարհի չար ղեկավարները գրտնեցին, վերջավորության ինչ բերին մարդկության գլխուն COVID-ի այս հարցը։ Հիմա դեսան որ սիրելներ որոշ հաջողություն մկդան, բայց դակավին իրենց ուզած, սպասած թիվը չապահովեցին։ Հիմա ուրիշ չարությունն է, որ կմտածեն մարդկության գլխուն։ Աստված հերու բայ մեզ, բայց այս աշխարհին, իշխանին, կորձագիցներն են ասոնք։ Բայց ուրեմն ինչու համար ասիկա միտքս եկավ, հանգարց, քանի որ այսօր պիտի տեսնենք, որ Աստուծո հավատացողները դիրոջ դիմաց պիտի կանգնին, իսկ պիտի գործվին անօրենները։ Եվ մտածեցի, ինչ է մեր Քրիստոսի զավակներուն բարդականությունը։ Այս չար աշխարհի ղեկավարներուն բարդականությունն է այս աշխարհի բնակչության թիվը բարձրացնել։ Իսկ Քրիստոսի ծառայողներուն նպատակը ինչ պիտի լա։ Թժողքի մեջ կացողներուն թիվը բարձրացնել։ Թժողքի աբակա բնակիչներուն թիվը բարձրացնել։ Եվ ինչպես կլա դիգա։ Կարոզելով, թարցի բերելով ժողովուրդը։ Անորամար Հիսուսը սա որ հունցքը արադ է, բայց մշակները քիչ աղոթեցեք հունցքի դիրոջ, որ ինչ գրգե մշակներ։ Եվ այսօր սիրելներ մեր ազգը, եւ բոլոր ազգեր անշուշտ, բայց կոնեմ հիմա որպես նույն ազգի զավակներ, մենք որքան պետք է աղոթենք սիրելներ, որ Աստված մեզի սուրբ մշակներ ուղարկե։ Այսօր մանավանդ երբ որ ահավոր վիճակներ եք անցնի մեր հայրենիքը, մեր եկեղեցին, եւ իսկապես որ բարակդումի շեմինգը գտնվինք, սիրելիներ, մենք քանի օքի մեզ իսկապես գաղութե որ Աստված սուրբ մշակներ գրգե։ Ամենուս բարդքն է անիկա։ Եվ ինչու համար կարևոր են այս սուրբ մշակները, տեսեք ինչ կսե Հութա դիարնեղբայրը սիրելիներ, Հիսուսի խորտ եղբայրներ, Հակոբոս դիարնեղբոր եղբայրը, նամակ մունի նոր գդագարանի մեջ, որ ընդհանրական նամակներու մեջ վերջին նամակն է, հայտնություն Հովանուեմ մեկ առաջ, մեկ գլուխ է ընդամենը, տեսեք այստեղ ինչ կսե։ Թուք սիրելիներ, 20-րդ համարը կգարտամ, իրարու հոգևոր աճումին օգնեցեք սուրբ հավատքովը։ Իրարու օգնեցեք, ոչ թե իրար կեդին զարգեք։ Սուրբ հոգին օգնականությամբ աղոթեցեք։ Իսկ 20-րդ համարի մեջ շատ կարևոր խոսք ունի։ Ուրիշները թադաբարդության գրագեն խլելով փրկեցեք։
Ինչ կնշանակե խլել։ Խլել կնշանակե զորովին քաշել։ Որովհետև սիրելիներ, թժող կացողները որոքերի դարձած են սատանային, մեղքին, թյուրին չէ զանոնք բերել է իդ Աստուծո ջամփու մեջ։ Պետք է ինչ մղենք, հոգևոր բայկար, պետք է խլենք զանոնք, որու ցերկեն, սատանային, մեղքին։ Անորամար նայեցեք կսե, ուրիշները թադաբարդության գրագեն խլելով փրկեցեք։ Ողորմություն ցուցաբերեցեք նաև անոնց, որոնք մեղքերու մեջ են։ Ողորմություն ցուցաբերեցեք, ոչ տեսեք, որ բիդի գործվին վերջացավ։ Ողորմություն ցուցաբերեցեք։ Բայց սկուշ ադեցեք անոնց մեղսալից կյանքը։ Այս խոսքը, եթե ուրիշ բառով ասեմ, սիրեցեք մեղավորը, ադեցեք մեղքը։ Ադեցեք մեղքը, բայց սիրեցեք մեղավորը։ Այս է Սուրբ Հոգին մեզի ասած խոսքը։ Սիրելներ, մենք Աստուծո բանակն է, որ պետք է շացնենք։ Ոչ թե դարին քանի անգամ մեր եկեղեցիներ եւ որ լեցվին, ասենք որ եկեղեցին լեցուներ եւ թերթերու մեջ դերեկատվություն կգրեն հանգարց քարտուղարությունները, որ Զադիգին եկեղեցին լեցուներ դեր չգար նստելու։ Ես կուզեի, որ քարտուղարությունները եկեղեցիներու դերեկատվություն գրեին, որ շաբթվա մեջ քանի օքի եկեղեցի կա։ Եկեղեցվո մեջ սիրելիներ փրկվածներուն թիվը պետք է շատնա։ Ոչ թե հաջախողներուն թիվը։ Աստուծո բանակը պետք է շատնա։ Աստուծո հավատացողներուն թիվը, որ իսկապես ամբողջ հոգիով եւ որ կովկովի կան, ինչպես գործկարակելոցի մեջ կգարտանք 4-րդ գլուխ, երբ հավատացյալները կովկովի գուկային ու գաղոթեին, իրենց աղոթած վայրը ինչ կլար, գծնծվեր։ Եկեք երկենք Աստուծո բանակն է, վերջին երգը այսօրվան։ Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին, մենք երկում ենք ու ցնծում, որ մահը բարձվեց։ Աստծո բանակն է գնում հաղթելով աշխարհին, մենք երկում ենք ու ցնծում, որ մահը բարձվեց։ Էմանուել, Աստծո բանակն է սա, Էմանուել, մենք բաշխում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, 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 Աստված։ Դեր Հիսուսն է աշխարհ եկել, բաշխենք մենք նրան, նա է մեր զորակը լուխը, օրհնենք մենք նրան։ Դեր Հիսուսն է աշխարհ եկել, բաշխենք մենք նրան, նա է մեր զորակը լուխը, օրհնենք մենք նրան։ Էմանուել, Աստծո բանակն է սա, Էմանուել, մենք բաշխում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, 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 Աստված։ Հավատքի վահան ունենք, մենք զինվել ենք ահա, երբեք չենք հուսահատվի, մենք դերն է մեր առկա։ Հավատքի վահան ունենք, մենք զինվել ենք ահա, երբեք չենք հուսահատվի, մենք դերն է մեր առկա։ Էմանուել, Աստծո բանակն է սա, Էմանուել, մենք բաշխում ենք նրան, Էմանուել, նա է մեր Մեսիան, Էմանուել, 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 Աստված։ Աստծո բանակն է գնում հաղթելով թժողքին,
Եվ երկում ենք ալելույա ով սաննակարին Աստծո բանակն է կնում հաղթելով դժոխքին Եվ երկում ենք ալելույա ով սաննակարին Էմանուել նեկնում արջևից Էմանուել հարուցյալ գենթանի Էմանուել որ հաղթեց տշնամուն Էմանուել 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 Աստված Էմանուել 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 Աստված Փառք ես Աստված Փառք ես հաղաքս ամենայնի դեր Փառք ես Փառք Էմանուելին Էմանուել որ կնշանակե Աստված մեզի հետ Այսպիսի անուններ տրեք ձեր զավակներուն Էմանուել Աստված մեզի հետ Սիրելի քույրեր եղբայրներ Բարի եկած եք Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ Բոլոր անոնք որոնք մշտապես ներկա են Բոլոր անոնք որոնք վերադարձած են կամ առաջին անգամ ներկա են ովքեր ներկա են առաջին անգամ այսօր Այսօր դու ներկա ես Արաքսի մայրիկ բարի եկած ես Սոֆիա բարի եկած ես աղջիկս Սոֆիան այսօր հավատացյալներուն ամենեն փոքրիկն է Քանի տարեկան է Սոֆիա 4 տարեկան ծագուկն է այսօր Ամենեն մաքուր հոգի ունեցողը Դա Աստված որ այդպես ալ մնա Շատ լավ Սիրելի ժողովուրդ հայոց Եվ գողջունեմ նաև համացանցի վրա հետևողները թե ուղիղ եթերով եւ թե նաև հետակային դիտողները Հայտնություն Հովանու Մենք անցնող շաբաթ 14-րդ գլուխը ավարտեցինք Այսօր պիտի սկսենք սերդել 15-րդ գլուխը եւ պիտի սերդենք երկու համար Երբ սերդեցինք անցնող երկու շաբաթներուն իրականության մեջ վերջին բաժինը դեսանք թե ինչպես հունցքի ժամանակն էր եւ մարդու որդին եկավ մանկաղը ցերքին իր հրեշտակները գրգեց հունցքը հավաքեց սորենը հավաքեց այսին հավատացյալները արքայության համար իսկ մեղավորները այքեգուտ կատարեց խաղողի ողգույզները հավաքեց եւ բացատրեցի որ խաղողները այս բարակային խորտանշեն մեղավորները եւ հավաքեց զանոնք հնցանի մեջ դրավ ու դերը մինագը ինչ դրավ գողկրդեց զանոնք որտեղ ինք թակավորներու թակավորն է ինք դերերու դերն է եւ ասի որ այս բոլորը պատկերացումն են ինչի Թադաստանին Քրիստոսի Թադաստանին որովհետեւ տեսեք այն բոլոր խոստումները զորս Աստված 5 դագարանի մարգարեներուն բերնով ասած էր թե պիտի ուղարկե իր որդին Մեսիան բրգիչը այդ բոլոր խոստումները գադարվեցան Քրիստոս խոստացավ իր առաքյալներուն եւ բոլոր մարդոց Սուրբ Հոգին ուղարկել այդ խոստումը գադարվեցավ այո երբ Բենտեգոստեի օրը սակայն սիրելներ նաեւ Հիսուս ուրիշ բան խոստացավ ասավ երկինք ելեմ ցեզի համար դեր կպատրաստեմ Դարձյալ գուքամ ցեզ իմ մոդս պիտի առնեմ որովհետև դերը խոստացավ որ մեզ երկրի վրա որբ պիտի չծկե եւ իր երկրորդ կալուստին դերը սիրելներ իրեն հավատացողները պիտի փոխադրե հավիտենական կյանք բայց մյուսներուն ինչ պիտի նե մյուսներուն հավիտենական բադիշ սահմանած է ուրեմն դերը եւ պիտի կա հավատացյալներուն համար որպես բրգիչ թակավոր բայց անօրեններուն համար ան պիտի ներկայանա որպես թադավոր ճիշտ է երբ այս ուրեմն բատկամը գարտացինք ավարտեցինք 14-րդ գլխու մեջ մենք հակեցած պիտի լայինք եւ պիտի ասեինք որ վերջացավ նեղության օրերը վերջացան եւ հետեւաբար ամեն ինչ վերջացավ հետեւաբար Հովանես Արաքյալ պետք է այստեղը ստապներ գանկներ Բայց կտեսնենք սիրելներ, որ հիմա Հովանես Արաքյալ
նոր դեսիլք մը գտեսնի երկնքի մեջ։ Եվ այդ դեսիլքի ընթացքին գտեսնե թե վերջին ահավոր բադուհասներ պիտի տապին մեղավորներու գլխուն, ներին ու անոր ծառայագիցներուն գլխուն։ Եվ այնպիսի բադուհասներ, սիրելիներ, որոնք աշխարհի սկիզբեն բադահած չեն։ Եվ ինչ բադուհասներ են անոնք։ Աստուծո բադիժները, Աստուծո փարգության փաժագը սիրելներ պիտի հորթի։ Այո, Աստված համբերող է։ Ցեզի սորվեցուցի, որ Աստուծո համար մենք կգործածենք նաև ուրիշ բառը, ինչ երգայնամիտ է։ Երգայնամիտ է, այսինքն նշանակե շատ համբերող է։ Բայց Աստուծո փաժագը, որ լեցվի, գհորթի, եւ եթե հորթի, վայ եկերե մարդկության։ Եվ սիրելներ Աստված հայտնության Հովանու գրքի մեջ են տեսանք, որ բադիժներ աշխարհին վրա ուղարկեց, պիտի ուղարկի անշուշտ, որոնց նպատակը ինչ է, մարդկությունը ստապեցնել, արտնցնել, իրենց թմփիրեն, իրենց խորունկ ունեն, արտնցնել, ինչպես որ պատկերավոր ցեզի ասկի առաջ օրինակ գտված եմ, դունիմը որ գայրի եւ դուք մեջն եք, քնացած եք, եւ ծեր հետը ծեր հարազատները քնացած են։ Ու եթե դուք գրագի հոդեն արտնցակ, եւ տեսակ որ ամենտեղ գրակ կառնի ու բոլոր ծեր հարազատները քնացած են, դուք սիրելիներ բարձաբես ամմարտկայնություն պիտի լավ որ թողնեք դունը դուրս ելեք, մյուսները թողեք որ քնացած մնան, չէ՞։ Այլ ինչ կնեք։ Կարտնցնեք զանոնք։ Եվ ինչպես կարտնցնեք երկելով Արտնցեք, արտնցեք, ժամանակն է զարտոնքի, ձուլությունը լավ բան չէ, աղքատություն գբեր է, ասիկա ուխտավորներուն գերքեմ ես։ Այսպես կարտնցնեք։ Եթե այսպես արտնցնեք, սիրելիներ վերջացավ։ Եթե մեկու քունը մանավանդ որ ծանր է, քնած։ Մաքուր հայրենով պիտի գոտը գերավ։ Սիրելիներ, այլ ամբողջ մեր ուժով, մեր ամբողջ նախանցախնդրությամբ գարտնցնենք զինք, արտնցիր գրակա։ Եվ եթե արտնացողը արտնա եւ ասե որ ցկե պիտի կնանամ, մեղքի իր վիզը ինք պիտի այրի։ Սիրելիներ, գրակ կա մեր թիմացը, լուրջի արնենք, գրակ կա, հավիդենական գրակ կա, հավիդենական գրակը անպայմանորեն նյութական գրակը չէ, այլ այն խղճի գրակը, որ մարդ հավիդենապես թադաբարդված մի դլա, անթունտին մեջ, գրակել իջին մեջ, ու խիղճը պիտի այրե, որ ինք Աստուծո չդարձավ, չաբաշխարեց։ Արտնցնենք ատոր համար հութադյար եղբայրը գսեր, թժողքի, գրագեն, խլեցեք, դուրս անեցեք, ծեր հարազատները, ծեր բարեկամները, ձանոթներն ու անձանոթները, իսկ մենք ինչ կնենք, մենք իրար թժողք է որ գուարգենք, այսօր ինչ կնեն հայրենիքի մեջ, ամբողջ մեր սպիրկի մեջ, հայերս իրար թժողք է որ գուղարգենք, թժողք, մեկ միսին օգնող չգա, որ թուշտ կան թժողք են, մեկը գրագի մեջ կայրի, մույսին ալ պրնած է որ գրագի մեջ այրի, սիրելներ Աստված աբաշխարության ժամանակ կուտա մարդոց, թարնալու, և դեսանք սիրելներ, որ այս հայտնություն Հովանու գրքի մեջ 7 բադուհասները 3 շարքով գգրտնվին։ Գիշեք առաջին շարքը, որոնք էին 7 գնիկները, որոնք կարնուգը պացավ։ Աբա սիրելներ երկրորդ շարք 7-նյակը, որոնք էին, 7-նյակ բադուհասները, փողերը, որոնք հնչեցին։ Եվ ահա հիմա պիտի սկսին 7 անոթները, ամանները, ոսկի ամանները, որոնք լեցուն են Աստուծո փարգությամբ, հրեշտակները աշխարհին վրա պիտի թափեն։
Եվ սիրելիներ, ամեն մեկ յոթնյակ բադիժներու շարքին, ամեն մեկ յոթնյակ բադիժներու շարքը երկրորդը առաջինեն ավելի ծանր է։ Երրորդը երկրորդեն ու առաջինեն ավելի ահավոր է։ Երբ կգարտայինք առաջին յոթնյակի ժամանակ տեսանք, որ Աստված մարդկության 1/3-ը պիտի գործանե, 1/4-ը ներողություն։ Երկրորդ յոթնյակի ժամանակ տեսանք 1/3-ը, այսի մարդկության գեսը կացած պիտի լա։ Իսկ այս երրորդ յոթնյակի ժամանակ ամբողջ մարդկության վրա, ամբողջ մեղավորները Աստուծո Փարգության բաժակեն պիտի խմեն։ Այնինչ որ մենք 14-րդ գլխու 10-րդ համարի մեջ տեսանք։ Եթե սիրելներ մինչև անցնող գլխուն վերջավորության գխորեինք, թե սարսափելի հարվածները ալ վերջացան, ասեմ որ պիտի տեսնենք, որ քալիքը ավելի սարսափելի է, ավելի ահավոր է։ Ինչու՞։ Որովհետև մարդկությունը թեպի սիրելիներ ոչ թե թեպի լավը գերտա, այլ թեպի չարը գերտա։ Ժամանակները ոչ թե գլավանան, գփարելավին, այլ ժամանակները օրե-օր գչարանան։ Եվ անոր համար ալ սիրելիները հավասիկ Աստուծո փարգությունն ալ, որ համբերող է դերը, համբերող է, բայց Աստծո փարգությունը պիտի զորանա եւ մարդկության վրա պիտի թափի ահավոր գերբով։ Եվ որ գսեմ մարդկության վրա, խոսքը սիրելիներ չար մարդկության վրա է։ Հավատացյալները պիտի դարաբին եւ այսօր պիտի խոսիմ նաեւ այդ մասին, ոչ թե Աստուծո բադիժեն, այլ այս աշխարհի մարդոցը ինչու, որովհետեւ այս աշխարհի մարդիկը դեսնելով հավատացյալներու խաղաղ վիճակը, պիտի փորփոքին ասելու համար, որ ծեր երեսն է այս բոլորը, ծեր երեսն է։ Եվ անոնք է որ պիտի հալածեն հավատացյալները։ Իսկ Աստվածալ հավատացյալներուն համար ահավոր բադիժներ պիտի ուղարկե այս աշխարհի մարդոց վրա, ինչպես երկրորդ Թեսաղոնիկեցիներու նամակը առաջին գլուխ 5-10 համարներու մեջ կսվի։ Եվ անցնող շաբաթ ցեզի ընթերցեցի, որ Աստուծո համար արդարություն պիտի լա, ցեզ դանչողները դանչանքով բաժել, իսկ ցեզի դանչվածներուդ հավիտենական հանգիստ բարգեւել։ Դասնհինգ եւ 16 գլուխներու մեջ սիրելներ պիտի տեսնենք Աստուծո այս վերջին բադիժներու բացատրություն, նկարագրությունը։ Պիտի տեսնենք թե ինչպես 7 ռեշտակները մարդկության վրա պիտի թափեն Աստուծո փարգության այդ բադիժները, այդ հարվածները։ Եվ սիրելներ այդ բադիժներու նպատակը, ինչպես ասի, թեև թարցն էր առաջին երկու խումբերու բադիժներու նպատակը, բայց այս բադիժներու նպատակը ոչ թե թարցն է, այլ բադիժն է իսկական։ Եվ հետաքրքրական կերպով պիտի տեսնենք, որ 15 եւ 16 գլուխներու մեջ հավատացյալները պիտի ապրին ճիշտ նույն վիճակը, որ ասկե շուրջ 4000 տարիներ առաջ Եբրայեցի ժողովուրդը ապրեցավ Եգիպտոսի մեջ, երբ որ Եգիպտոսի քերության դագներ եւ Աստված զանոնք դուրս հանեց Եգիպտոսեն։ Այլ խոսքով, անոնք որոնք սիրելներ այս նեղության ահավոր օրերու մեջ պիտի ըլան, այդ ժամանակ ելիցի կյանքը պիտի ապրին, ելք պիտի ունենան այս աշխարհի բոլոր դեսակի արհավիտներեն, որովհետև ինչպես որ անցյալին փարավոնը Եգիպտոսի գջնշել Եբրայեցի ժողովուրդը, հոգևոր փարավոնը, փարավոններու փարավոնը, այսինքն ները այդ ժամանակ Հագաքրիստոսը պիտի ջնշե հավատացյալները, որովհետև այս ամբողջ աշխարհը Սուրբ Գիրքի մեջ կներկայացվի որպես հոգևոր Եգիպտոս, որուն փարավոնը Սատանան է։ Եվ Սատանայի ներկայացուցիչը պիտի լա Հագաքրիստոսը ները,
որ պիտի կա եւ ամբողջ աշխարհը պիտի ստրգացնե, քերի պիտի դարձնե։ Եվ սակայն սիրելիներ, դերը վերջավորության պիտի ազատագրե իր ժողովուրդը, ինչպես որ անցյալին ազատագրեց Եբրայեցի ժողովուրդը։ Եվ պիտի տեսնենք այս գլխու մեջ 15-րդ գլուխի Միչայելոց ասեմ, որ ամենեն գարջ գլուխն է հայտնություն Հովանու գիրքին։ Այս գլխու մեջ պիտի տեսնենք, թե ինչպես Հովանես Առաքյալ նախքան վերջին բադուհասներու մասին մեկ առ մեկ խոսիլը պիտի ներկայացնե, թե երկնքին մեջ հավատացյալները ինչ ցնծության մեջ պիտի ելան, Աստուծո օրհնություն պիտի երկեն։ Եվ հետաքրքրական է, ամեն անգամ, որ առաջին յոթնյակը, այսինքն գնիկները, 7 գնիկները ներկայացնել են առաջ, Հովանես Առաքյալ ներկայացուց, որ երկնքի մեջ 24 երեցները օրհնություն երկեին։ Երկրորդ յոթնյակը, այսինքն փողերու մասին, 7 փողերու մասին ներկայացնել է առաջ, Հովանես Առաքյալ ցույց տվավ երկնքի մեջ, թե ինչպես ամեն լեզուներեն, ամեն ժողովուրդներեն, ամեն ազգերեն, ամեն ցեղերեն մարդիկ Տիրոջ անունը կպարապանեին։ Հիմայալ նախքան վերջին 7 բադասներու մասին խոսիլը Հովանես Առաքյալ ցույց կտա երկինքը, թե հավատացյալները, հաղթող հավատացյալները ինչ օրհնություն կերկեին երկնքի մեջ։ Ուրեմն այս բոլորը սիրելիներ Հովանես Առաքյալին ոճն է եւ Աստված Հովանեսի միջոցով գուզե մեզի ինչ ցույց տալ։ Գուզե մեզի քաչալերել։ Ասելու համար որ զավակներս այո, երբ լսեք բادرազներու ցայները, երբ լսեք այս բոլոր արհավիրքները, որ պիտի բադահին ծեր սիրտը թող չթուլանա, քաչալերվեցեք, որովհետև ինչպես Հիսուս կսե Հովանու Ավետարանի 16-րդ գլխու 30-րդ համարի մեջ, ես հաղթեցի աշխարհին։ Մենք սիրելիներ հաղթական Հիսուսին, հաղթական զավակներն ենք։ Անոր համար դերը նախ Հովանես Առաքյալին ցույց կտա երկնքի մեջ վիճակը, օրհնության վիճակը, ուրախալի վիճակը եւ ապա հարվածները ցույց կտա։ Եվ ասիկա սիրելիներ քաչալերելու համար է մեզի, որ այս կյանքի նեղությունները չլա որ հանգարց ջնշե մեր վրա ու մենք հուսահատելով մեր հավատքեն երանանք։ Հռոմայացիներու նամակի 8-րդ գլխու 18-րդ համարի մեջ Պողոս Առաքյալ գսե. Ես այնպես կխորիմ, որ այս աշխարհի մեջ մեր գրած նեղությունները ոչինչ են քալիք парքինգով, որ Աստված մեզի պիտի տա։ Իսկապես եղբայրներ եւ քույրեր, մարդու կյանքը այստեղ քանի տարի պիտի ապրի։ 100 տարի, 150 տարի, որքան ապրի։ 100 տարին սիրելիներ, հավիտենականության դիմաց ինչ է։ Ոչինչ։ Ժողովուրդ, ամեն անգամ ասի գրտնած եմ եւ գխնդրեմ, որ դուն երթակ այս մասին մտածեք, այս մեկ բառի մասին՝ հավիտենականություն։ Everlasting life, forever։ Ինչ է այս հավիտենականությունը, որ վերջ չունի։ Վերջ չունի, անոր համար շատ կարևոր է հոգևոր ընթացքը մեր, որովհետև եթե մենք ապրենք Տիրոջ կամքին համաձայն սիրելիներ, հավիտենական մեր օրհնությունը վերջ պիտի չունենա, իսկ եթե Աստծո հերու կյանքով ապրենք, հավիտենական բադիժը վերջ պիտի չունենա։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եկեք մխիթարվենք Աստծո խոսքով, աշխարհի այս բոլոր նեղությունները, որ տեսնենք, չհուսահատենք։ Այն օր հավատացյալ եղբորը զանգեցի, որ շուտվանե չես եկած սերդողության ուր ես։ Ըսա որ գիտես հայր Բարտև, հայրենիքի այս լուրերը գարտալով եւ աշխարհի այս լուրերը գարտալով հավատքես հերացեր եմ։ Ասի որ ասիկա շատ ահավոր բան է, որովհետև հավատքի հերանալ կնշանակե Քրիստոսեն հերանալ։ Իսկ եթե հույսեն հերանաս, Քրիստոսեն հերանաս, ուրեմն ով հույս պիտի տա քեզի։ Եթե սիրելիներ քեդին ինանք 1000 անգամ եւ 1000 անգամ մեզ դերը ոտքի կանգնեցնե,
Սակայն վերջավորության ասեն ես դիրոջ չեմ ավադար ու կեդին ինամ ով ինձի ոտքի պիտի կանգնեցնե։ Ոչ ոք։ Ոչ ոք։ Մեր հույսը բեք չի Աստծուց մեկը դրենք։ Բեք չի Աստծուց մեկը դրենք։ Եթե հույսերնից կդրվի, հավատնից կբաքսի։ Եթե հավատնից բաքսի, սերը գծամքի մեր մեջ։ Իրարու կապված են։ Այս հոգևոր երեք առաքինությունները հավատք, հույս եւ սեր։ Եթե մեռնի մեր մեջ հույսը, հավատքն ալ կվերջանա։ Ու եթե հավատքը վերջանա, սերը գծամքի։ Աղոթենք, որ մեր ասկը սիրելներ ետ հույսով լեցվի։ Իսկ հույսով գլեցվի այն մարդը, որ Աստուծո կմոտենա։ Հույսի, գենտանի հույսին կմոտենա։ Հետաքրքրական է Պողոս Սարակյալը գսե, որ մեր հույսը գսե Քրիստոսի վրա գենտանի հույս է։ Ինչ կնշանակի գենտանի? Ողջ։ Ոչ թե մեռած հույս։ Ոչ թե գույր հավատք, այլ գենտանի հույս։ Ինչու? Որտեղ մեր դերը գենտանի է, ողջ է։ Իսլամներուն հույսը, իսլամներուն հավատքը մեռած հավատք է։ Ուրիշ գրոններու հավատքը, բուդդիստներուն հավատքը մեռած հավատք է, ինչու որտեղ իրենց Մուհամմադը, իրենց Բուդդան, իրենց Գրիշնան, իրենց չեմքեր ինչ Աստվածը մեռած են, փոշի եղած են, դարձած են։ Իսկ մեր դերը հարություն արած է, անգաբրի, մեր հույսը անորամար գենտանի է, մենք սիրելներ, բացատրեցի այս եղբոր, մենք մեր հույսը չենք կաբեր մարդոց վրա, ինչ կսե 118-րդ Սամոսի 7 և 8 ամարները, ավելի լավ է Աստուծո ապավինիլ, քան մարդոց, ավելի լավ է Աստուծո իշխանության հուսալ, քան մարդոց իշխանության։ Հետևաբար, որու կապած ենք մեր հույսը, եթե կապած ենք երկրավոր իշխանությանց, գորած ենք, մեր հույսը դերը բիդելա, այդ ժամանակ է սիրելներ մեր գրնանք ազգովին և անհադաբես, և ընտանիք որպես ոտքի գանքնել։ Շատ լավ, անցնենք բացադրության, մինչ բացադրության տացքին ավելի այս նյութերու մասին խոսիմ, ասիկա բզդիկ ներածություն մներ։ 15-րդ գլուխ, առաջին համար, հետո երկնքի մեջ դեսա մեծ և զարմանալի ուրիշ նշանմը։ Անցիր հաչոր դողնալ գարտամ, 7 հրեշտակներ դեսա, որոնք ունեին վերջին 7 բադուհասները, որոնցմով բիդի ավարդեր Աստուծո փարգությունը։ Շատ լավ, հիմա սիրելներ առաջին մասը սերդենք, հետո երկնքի մեջ դեսա մեծ և զարմանալի ուրիշ նշանմը։ Սիրելներ այստեղ Հովանես Արաքյալ անգամ ևս հաստատե, որ աշխարհի վաղճանին, Թադաստանին մասին ոչ թե ինք բարձաբես մարդոցմեմը լսեց, ոչ թե բարձաբես հրեշտակեմը նույնիսկ լսեց, այլ աշխարհի վաղճանը Քրիստոսի Թադաստանը ինք ինչ հրավ, դեսավ սիրելիներ, Հովանես Արաքյալը այս նամակին մեջ, այս քրքին մեջ հայտնություն հովանու, դեսան քանի անգամներ ինչ կսե, դեսա, աչկերով դեսավ, ինչպես որ Հովանես Արաքյալ, նույն այս Արաքյալը սիրելներ Հիսուսի մասին խոսելով, ոչ թե մարդոց կսե մենք միայն լսեցինք իր մասին, այլ նայեցեք սիրելներ առաջին Հովանու նամակի առաջին գլխու առաջին 4 համարները, մեկեն 4 համարները ցեզի կարտամ, դեսեք Արաքյալը ինչ կսե եւ գուզե որ ամեն հավատացյալ, ամեն մարդ այս մասին լսե։ Հետեւյալը գսե. մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք եւ մեր ցերկերով շոշափեցինք որդին փանը, որ սկիզբենից ցանկի ստեղծիչն էր։ Նայեցեք հիմա քանի անգամ դեսնել փայը գործած է։ Անիգա նույնինքն ցանկներ որ հայտնվեցավ։ Մենք տեսանք եւ գվգայենք։ Ցեզի բատմելով անոր մասին, այսինքն հավիտենական ցանկի մասին, որ հորը հետ էր եւ այժմ մեզի հայտնվեցավ։ Ինչ որ տեսանք,
ու լսեցինք գբատմենք ցեզի, որբեսի թուգալ մասնագից դառնաք այն հաղորդակցության, որ մենք ունենք Հորը եւ անոր որդին Հիսուս Քրիստոսի հետ, եւ ծեր ուրախությունը գադարյալ ըլլա։ Ահա թե ինչու գկրենք այս նամակը։ Գտեսնեք սիրելիներ, առաքյալը բզիկ 4 համարներու մեջ քանի անգամ կգրտնեք դեսանք եւ այդ դեսածի մասին է որ գվգայենք որբեսի դուքալ հավատաք։ Ահա այստեղ հիմա Հովանես առաքյալ գսե դեսանք դեսա եւ քանի որ դեսավ ուրեմն Հովանես առաքյալին դված վգայությունը ինչ է ճշմարիտ է վավերական է հետաքրքրական ուրիշ պայմը ուր դեսավ Հովանես առաքյալ այս բոլորը ուր դեսավ Աբրիկ երկնքի մեջ հարցում ինչու երկնքի մեջ եւ ոչ թե երկրի վրա այո նախ որովհետեւ Հիսուս Քրիստոս ուր գտնվի երկնքի մեջ շատ լավ եւ այս նամակին սկիզբը երբ որ առաջին գլուխը գսերդեինք առաջին գլխու առաջին համարի մեջ Հովանես առաքյալ ցույց տվավ որ ով հայտնեց այս հայտնությունը ով տվավ այս հայտնությունը նայեցեք ինչ կսե ասիկա այն հայտնությունն է որ Հիսուս Քրիստոս գադարեց ով գադարեց Հիսուս Քրիստոս ուր գտնվի Հիսուս Քրիստոս ուրեմն հայտնությունը երկնքի մեջ տեսավ Հովանեսը շարունակություն լսեցեք Աստված այս հայտնությունը տվավ Քրիստոսի որբեսի ան իր ծառաներուն ցույց տա թե ինչ պիտի բադահի շուտով Քրիստոս ասիկա իր հրեշտակի միջոցով հայտնեց իր ծառային Հովանեսի որ վգայեց իր դեսած բոլոր բաներուն մասին ահա սիրելիներ դարձյալ առաքյալը երկրորդ համարի մեջ կսե իր դեսած բոլոր բաներու մասին հետևաբար սիրելիներ Հովանես առաքյալ այս բոլոր դեսավ երկնքի մեջ եւ չմոռնաք որ երկինքը Եսայի մարգարեն 66-րդ գլխու առաջին համարի մեջ կսե Աստված է սողիրագանության մեջ Եսայի մարգարեն բերնով երկինքը իմ քահս է եւ երգիրը իմ բադվանտանս նույնը Հիսուս Քրիստոսը ասավ երթու միենեք երկնքի վրա որովհետեւ երկինքը Աստուծո քահն է այո Աստուդուն է 5-րդ գլուխ Մատթեոս Ավետարանի 34 համարի մեջ եւ նաեւ սիրելիներ չմոռնանք որ Աստուծո փարգությունը ուրգե պիտի թափի աշխարհի վրա երկինքեն 7 ամաններով 7 ոսկե ամաններով հրեշտակները Աստծո փարգությունը պիտի թափեն ուրգե երկինքեն պատկերավոր ծև է անշուշտ բայց սելիկը այն է որ սիրելիներ որ ամեն ինչ երկինքի մեջ է որ գորոշվի եւ ամեն ինչ երկինքեն է որ գահիտնվի այլ խոսքով Հովանես առաքյալ գուզե ասել մեզի որ այս հայտնությունը ոչ թե սատանային է այլ այս հայտնությունը երկինքեն է Աստուծմե է որ գդրվի մեզի Դերը սիրելիներ այդ բոլորին մասին հայտնեց ահավասիկ իր ծառային Հովանեսի որբեսի Հովանեսալ իր դեսածը մեզի բատմե եւ անոր համար ահավասիկ քրիանցուց եւ նպատակի ինչ էր այս բոլորին որբեսի մեզ զսկուշացնե որ սատանան որքանալ զորանա այս յանքին մեջ չարը որքանալ հարաճտիմե սակայն վերջավորության չարը պիտի գործանի պիտի խափանվի ով որ սիրելներ ագանջ կգախե քրվածին ով որ գհավադա քրվածին պիտի փրկվի իսկ ով որ գսե բարապ բաներեն մարդիկ կրածեն որբեսի վախ բաժարեն մարդոց շատ աթեիստները չէ անաբատները միշտ այս խոսքը գսեն այս բոլորը գրոնավորները կրածեն կամ ջուհուտները կրածեն ասյալ հայերուն խոսքն է քիդնական հայերն են ասոնք բան սոպեստները որոնք քիդոսիկներ են ասոնք ամենը ջուհուտները կրածեն որբեսի ժողովուրդը իրենց ցերկին դակ բահեն եւ ճշմարտաբար միամիտներալ հավատալով այսպես կգործվին Աստուծո խոսքին լրջության չեն մոտենար իսկ Հովանես առաքյալ այստեղ գսե դեսա այս բոլորը դեսող աչքով դեսանող աչքով է որ գկրե
Հետաքրքրականը ինչ տեսավ երկնքի մեջ։ Ինչ տեսավ։ Նայեցեք կսե, հետոն ինչե վերջ կուկար, այդ Թադաստանի նկարագրությունը ցույց տալու։ Հետո դեսա գսե երկնքի մեջ մեծ եւ զարմանալի ուրիշ նշանը։ Եվ որ ուրիշ գսե, կնշանակե որ նախաբես նշան դեսած էր նախաբես նշան Հովհաննես Առաքյալը։ Այո, եւ որ մենք 12-րդ գլուխը գսեր դեինք, առաջին համարի մեջ եւ երրորդ համարի մեջ երկու նշաններ դեսավ։ Ինչ էր առաջին համարի մեջ նշանը։ Դեսավ Հովհաննես Առաքյալը երկնքի մեջ Մայրիկ Աստվածածինը կամ եկեղեցին խորհրդանշող սկանչելի գինը, որ արև հակաձեր, լուսինը ոտքին դագներ, գլխուն վրա 12 աստղեր գային, եւ անիկա ինչ կոչեց։ Նշան։ Նայեցեք ուղագի գարտամ իր խոսքերը, որբեսի ավելի հասկանանք։ 13-րդ գլուխ հայտնություն Հովաննու։ Եվ աբա մեծ նշանը երևցավ երկնքին մեջ։ Դեսնվեցավ գինը, որ արևը հակաձեր, լուսին արած իր ոտքերուն տակ եւ գլխուն ուներ 12 աստղերով բսակմա։ Այս բոլորի մասին խոսեցանք։ Երկրորդ նշանը, որ դեսած էր Հովհաննես Առաքյալ, երրորդ համարի մեջն էր, դարձյալ 13-րդ գլուխ, այս անգամ դեսած էր մեծ վիշապը։ Ով է մեծ վիշապը։ Սատանան։ Գսե, ուրիշ նշան մնալ երևցավ երկնքի մեջ։ Դեսնվեցավ հրեղեն մեծ վիշապը, որ 7 գլուխ եւ 10 եղջյուր ուներ եւ տակը յուրաքանչյուր գլխուն վրա։ Ով որ բացատրությունները չէ լսած, գրնա սիրելներ երթալ գայքեչս եւ մտի գնել այս բոլոր բացատրությունները, որ դված են։ Ուրեմն նշան եւ նայեցեք ինչ կգոչվի մեծ նշան, այդ նախկիներու մեջ կգոչվի մեծ նշան։ Իսկ նշան ինչ կնշանակե սիրելներ, նշան թե կնշանակե հրաշք կամ սկանչելիք, նշան նաեւ կնշանակե խորհրդանշան կամ նախանշան։ Հիմա ինչ էր այս մեծ ու զարմանալի նշանը, որ Հովհաննես Առաքյալ տեսավ։ Այդ նշանը սիրելներ 7 հրեշտակներուն հայտնվիլն է։ Նայեցեք ինչ կսե այստեղ։ Դեսա 7 հրեշտակներ, շարունակությունը։ 7 հրեշտակներ դեսա, որոնք ունեին վերջին 7 բադուհասները, որոնցմով պիտի ավարտեր Աստուծո փառքությունը։ Ինչու համար մեծ ու զարմանալի նշան կգոչե այստեղ Հովհաննես Առաքյալ, որովհետև սիրելներ հրեշտակներուն ցերկին մեջ ամաններ տեսավ, ոսկի ամաններ, պիտի տեսնենք հաջորդ համարներու մեջ։ Ոսկի ամաններ տեսավ եւ տեսավ, որ այդ ամաններու մեջ ինչ լեցուներ, ոսկի ոչ։ Ինչ լեցուներ։ Աստուծո փառքությունը։ Աստուծո փառքությունը 7 ամաններու մեջ։ 7-ը ինչի խորհրդանիշ է հայտնության մեջ։ Գադարելության, այսինքն սիրելիներ, Աստուծո փառքությունը ալ հորտեցավ, ալ վերջ։ Մենք ինչ կսենք, հոս ասավ։ Աստուծո փառքությունը ալ հոս ասավ, ալ հորտեցավ։ Եվ հետաքրքրական է, չէ, 3 հատ յոտնյակ, 3 յոտնյակներ, 3-ը եւ 7-ը խորհրդանիշ է գադարելության։ Ուրեմն սիրելիներ, Աստված ամբողջ աշխարհին վրա բադոհասներ ղրգեց, որովհետև ալ մարդկության մեղքը շատցավ։ Գիշեք Հիսուս ինչ ասավ։ Մատթեոսի ավետարան 18-րդ գլխի մեջ Գապառնայումին ասավ, որ Թադաստանի օրը Սոթոմ Գոմորի Թադաստանը ավելի նվազ պիտի լա, քան այս սերունդին։ Ինչու համար։ Որտեղ Սոթոմացիները եւ Գոմորացիները սիրելիներ թե մեղ գործեցին, բայց անոնք փրկիչ չունեին։ Իրենց ոյը մեկը փրկության մասին չէր խոսած։ Եվ սիրելիներ Հիսուս երբ որ դժոխք իջավ, գարտան առաջին Պետրոսի նամակի 3-րդ գլխու 18-ին 20 եւ 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ։ Այնտեղ Սոթոմացիներ եւ Գոմորացիներ չաշխարեցին, վստահ շատերը աշխարեցին։ Ուրեմն Սոթոմացիներու եւ Գոմորացիներու Թադաստանը ավելի նվազ պիտի լա, քան թե այս սերունդին։ Ինչու այս սերունդին Թադաստանը ավելի պիտի լա, որովհետեւ փրկիչ ունեին եւ փրկիչին չհետևեցան։ Տեսեք սիրելիներ, որքան լուրջ պետք է առնե մարդ այս
հարվածները։ Եվ այդ ժամանակ անխարն քինիեն պիտի խմեն Աստուծո փարգության։ Ամեն մեկ հրեշտակը խորհրդանիշ է Աստուծո բադիժին, որ մարդոց վրա պիտի տապի։ Եվ տեսեք այստեղ, հստակորեն գսվի թե 7 հրեշտակներուն ցերկերու մեջ գտնվող 7 անոթները, նայեցեք ինչն են գսե, վերջին 7 բադուհասներն են։ Սիրելիներ, հետաքրքրական է, վերջին։ Որովհետև եթե մարդ գարտա, բիդեսե որ դեսանք 7 հատ բադուհաս, առաջ 7 գնիկներն էին, վերջը դեսանք ուրիշ բադուհասներ, փողերն էին, բայց հիմա նորեն 7 հատ, ինչ կսե վերջին։ Ինչու վերջին, որովհետև սիրելիներ ալ ապաշխարության ժամանակ չգա, վերջ, Աստուծո փարգությունը հորտեցավ, ալ չգա թարցի ժամանակ, Աստված դվավ մարդուն թարցի ժամանակ, ապաշխարելու ժամանակ, իրեն հավատալու ժամանակ, երբ ալ ժամանակը ըսպարեցավ, Աստված յոտնաբադիկ ավելի մեծ բադիժ պիտի ուղարկե մարդկության գլխուն։ Եվ այսիկա սիրելիներ արձագանքն է Ղևդացիներուն քրքի մեջ Աստուծո խոսքին 26-րդ գլուխ Ղևդացիս 21-րդ համար։ Այնտեղ գսե Աստված Եբրայեցի ժողովրդին. Եթե ինձի հագարակ երթակ եւ չուզեք ինձի մտի գնել, այն ադեն ծեր մեղքերուն համեմատ յոտնաբադիկ բադուհաս պիտի բերեմ ծեր վրա։ Եթե ինձի հագարակ երթակ եւ չուզեք ինձի մտի գնել, ծեր վրա յոտնաբադիկ բադուհաս պիտի բերեմ։ Հիմա ադորամար սիրելիներ ահավասիկ, մարդկությունը որ հերացավ Աստուծո եւ մտիկ չրավ Աստուծո, ահա յոտնաբադիկ բադուհաս պիտի տապվի մարդկության գլխուն։ Այո սիրելիներ նորեն կգրտեմ, Աստված երգայնամիտ է, բայց վայ անոր, որ Աստուծո փարգության ցերկը գինա, փարգացած Աստուծո ցերկը գինա։ Անցնիմ երկրորդ համարի սերդողության։ Դեսա գրագով խարն աբագիե ձովու նմանությամբ դարածությունը։ Նախ ամբողջ գարտանք համարին վերջը հատված կմեկնեմ։ Անոնք, որոնք հաղթեցին Կազանին եւ անոր արցանին, անոր, որուն անունին կումարը թիվով կրված էր, գեցած էին աբագեղեն ձովուն վրա, Աստուծո դված քնարները բռնած։ Հիմա նախքան սիրելներ վերջին 7 անոթներու երկրի վրա հրեշտակներուն բարբելը Հովանես Արաքյալ ուրիշ դեսիլք մը գտեսնե։ Ինչպես ասի ցեզի բոլոր 3 այս հարվածներու բարակային նախքան հարվածները ըսկսիլը Հովանես Արաքյալ նախ երկինքը գտեսնե։ Երկնքի մեջ օրտնությունը գտեսնե, որբեսի քաչալերե մեզի։ Քաչալերե։ Եվ տեսեք սիրելիներ ինչ կսե այստեղ։ Գսե դեսա գրագով խարն աբագիե ձովու նմանությամբ դարածությունը։ Սիրելիներ, ինչ է այս ձովը, աբագիե ձովը։ Այս ձովի մասին լավ աշակերտներ չեք, շուտ կմոռնակոր։ Այս ձովի մասին մենք 4-րդ գլխու մեջ սերդեցինք, եւ որ Հովանես Արաքյալ երկինք հապշտակվեցավ, մդովի, Աստուծո քահը դեսավ։ Ոչ, հրեշտակներուն հետ կապ չունի։ Աստուծո քահը դեսավ։ 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ տեսեք ինչ կսե։ Քահին արչև գար նաև աբագեղեն ձովու նման դարածությունը փյուրեղի պես վջիտ։ Աստուծո քահին թիմած ձովու աբագիա ձովու դարածությունը գար։ Ինչ կխորտա եւ գսե վջիտ փյուրեղի պես վջիտ կրիստալի պես ինչու։ Նախ ինչ կխորտանշե Աստուծո սրբությունը, որ ինչ եղած է զատված է ուրգե աշխարեն աշխարը եւ Աստված Աստուծո եւ աշխարհի միջև ինչ կա դարածություն կա ձովու պես աբագի է որ կնշանակե որ աշխարհի մեղքը բղծությունը չի հասնի երկինք որովհետեւ Աստուծո երկինքը երրորդ երկինքը ինչ է սրբություն սրբությանց է ստագ է շատ բարի բայց սիրելիներ նաեւ ուրիշ բան
Երգիրներու մեջ, եւ որ երգիրներու մեջ ձով ըլլա, այդ ձովը ինչի համար է, թե զադելու համար, թե նաեւ երգիրները ինչ ինելու համար, իրարու մոդիկցնելու համար, ճիշտ է, որովհետեւ ձովով գանցնի սամակեն մյուս սամակը, շատ բարի։ Ուրեմն սիրելիներ, այստեղ հոգևոր հայրը Զարե Սրբազանին խոսքը գուզեմ գարտալ։ Զարե Սրբազանը սիրելիներ գբացադրե թե ինչպես Աստված եւ հերու է բղծուտենեն, աշխարհի բղծուտենեն, սակայն նաեւ Աստված մոդ է, որոնց իր ստեղծած մարդկության։ Հետաքրքրական է, Սրբազանի խոսքը գարտամ, հոգևոր օրս, նայեցեք ինչ կսե։ Աստված հերու եւ անչափ չէ աշխարհեն, այլ մնայուն գերբով գաբի մեջ է աշխարհին հետ եւ գեհդակրկրվի աշխարհով։ Նախախնամողն է անոր եւ աստվածային հայացքը գդրված չէ աշխարհեն, այլ ամեն բան բարձ ու հստակ գերբով կպատկերանա անոր աչքին, որովհետեւ անոր հայացքն ու գիտությունը կթափանցեն ամեն բանի։ Ինչպես Եբրայեցիներու նամակի մեջ կսվի, չգա առարածը, որ Աստուծո դեսողութեն են վրիբի, անիկա բարձ ու հստակ կտեսնի ամեն ինչ իր ամբողջ մերգությամբ եւ անոր է որ հաշի պիտի տանք Եբրայեցի 4-րդ գլուխ 10-րդ համար։ Սակայն սիրելիներ, շատ հետաքրքրական ուրիշ բան մգա։ Երբ հասնենք Սերդելու հայտնությունով անու 21-րդ գլուխը, այնտեղ Հովանես Արաքյալ պիտի տեսնե նոր երկինքը եւ նոր երգիրը, որ պիտի չնեն։ Նայեցեք ինչ կտեսնե Հովանես Արաքյալ։ Հայտնությունով անու 21-րդ գլուխ առաջին համար։ Աբա դեսա, դարձյալ դեսավ։ Նոր երկինքը եւ նոր երգիրը, որովհետեւ նախքին երկինքն ու երգիրը անհետացան եւ ալ ձով չգար։ Այստեղ ինչ տեսավ? Ձով։ Իսկ նոր երկինքը եւ նոր երգիրը եկավ, ալ ձով չգար։ Ինչու՞։ Որովհետեւ սիրելիներ, ձովը, նախասեմ, ձովը Սուրբ Գիրքի մեջ, մարգարեական քրագանության մեջ խորհրդանիս է ժողովուրդներու եւ հատկապես մեղավոր ժողովուրդներու։ Ըստակ է։ Ուրեմն Աստված Աստուծո եւ մարդոց միջև ձով կա, տարածություն կա, որ ոյ մեկ բիրձ ժողովուրդ չի գնար Աստուծո սրբության վայրը մտնել։ Երբ որ Թադաստանը լա եւ բիրձերը ուղարկվին հավիտենական Թադաստանի բադիժի դժող կամ անտունդ, իսկ արտարները հավաքվին հավիտենական կյանք, այլևս ձովի գարիք դիտելա, ոչ, ինչու, որովհետև չկա այլևս բաժանման վայր։ Վերջ հավիտենական Թադաստան եւ հավիտենական օրհնություն։ Գրծա բացատրել։ Դուք այլևս ավելի պատկերացրեք սիրելիներ եւ ավելի լավ պիտի կարողանաք հասկանալ։ Եվ այս գլխուն մեջ հիշված Աբագի ձովը նախորդին է փախտած, որ տեսանք 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ, փամը ավելի է այս ձովուն մեջ։ Ինչ։ Նայեցեք ինչ կսե, ինչ Աբագի ձով է, ինչով խառնված։ Գրագով խառնված։ Ինչու գրագով խառնված։ Անցյալ անգամին ցեզի բացատրեցի եւ ասկի առաջ միշտ բացատրած եմ, գրագը մարգարեական հասկացողությամբ ինչի խորհրդանշի Աստվածաշունչի մեջ։ Մի վաղ ցեգսեք։ Թադաստանի բաջելու սիրելիներ, ահավասի, քանի որ ասի որ ձովը ժողովուրդն է եւ գրագով խառնված է, ուրեմն Աստուծո փարգությունը պիտի թափի որոնց վրա։ Անորեն, մեղավոր, անաստված մարդոց վրա։ Պիտի չի մաքրե իրենց, պիտի սպարե իրենց։ Մաքրության ժամանակը վերջացավ։ Պիտի սպարե։ Հետևաբար սիրելիներ, Աստուծո փարգությունը նախկին ամառի մեջ ադորամար գսեր, Աստուծո փարգության 7 ամանները պիտի թափին։ Ահա սիրելիներ, անորամար գրագով խառնված են։ Եվ Աստուծո փարգությունը եւ Թադաստանը սիրելիներ պիտի թափվի այս աշխարհի չար մարդկության վրա, որոնք իրենց գործերով, մեղքով ու անաբաշխար ընթացքով Աստուծո փարգությունը փորփոքեցին, ուստի նաեւ Աստուծո փարգության անխարն փարգ քինին պիտի խմեն ծմրուր, մինչև վերջ։ Եվ դա քրական է սիրելիներ, հիմա հաջորդ շարունակության մեջ տեսնենք ովքեր տեսավ գանկնած Հովանես Արաքյալը։ Գսե
Գրագով խարն աբագի ձովում վրա ովքեր տեսավ անոնք որոնք հաղթեցին Կազանին եւ անոր արցանին անոր որուն անունին կումարը թիվով կրված էր գեցած էին աբագեղեն ձովում վրա այլ խոսքով սիրելներ Հովանես գրագե խարն աբագիա ձովում վրա տեսավ Քրիստոսի անունով չարին վրա հաղթանակ դանող հավատացյալները բոլոր անոնք որոնք սիրելներ մերժեցին իրենց ջագատներուն իրենց աջ ցերկերուն վրա ընդունիլ ներին գնիկը մերժեցին անոր հբադագիլ մերժեցին անոր արցանին երգրբակել մերժեցին զայն բաշտել եւ ահա սիրելներ այդ բաժարովալ ներին գողմե չարչարվեցան հալածվեցան ահավոր դանչանքներու ենթարկվեցան եւ շատերալ ինչ եղան նահատակվեցան գրագի անցան եւ սիրելիներ ահա անոնք բոլորն հիմա գտնվեին ուր Աստուծո թիմած գանկնած եւ հետաքրքրական է սիրելներ հետաքրքրական է այս փայը դեսեք ինչ կսե անոնք որոնք հաղթեցին Կազանին եւ անոր արցանին անոր որուն անունին կումարը թիվով կրված էր գեցած էին ոչ թե նստած էին այլ գեցած էին ասկարած սեզի բացատրած եմ գանկնիլը Աստուծո թիմած ինչի խորհրդանիշ է փրկության փրկվելու խորհրդանիշ է հիշեցեք եւ որ գարտանք Երից կերկի 13-րդ գլուխը Աստված եւ որ Եբրայեցի ժողովրդին բադվիրեց որ առաջին զադգվան քարնուկը մորթեին եւ ուդեին ինչպես պիտուդեին նստած ոչ այլ կոդին իրենց մեջքը գոշիկները հակած կավազան իրենց ցերքին այսինքն ոտքի ինչու որտեղ անի ինչի խորտանիշ էր որ ահա շուտո պիտի լքեին Եգիպտոսը պիտի ազատեին Եգիպտոսեն պիտի փրկվեին Եգիպտոսեն Անոր համար սիրելներ քրիստոնեական բոլոր հին եկեղեցիները ինչպես նաև այսօր մեր եկեղեցիները հայրենիքի մեջ հատկապես վանքերը նստարան չունին որտեղ նստարանին վրա մարդիկ գտմրին այսօր մանավանդ նստարանի վրա մարդիկ ոտքի գտնեն տելեֆոնը գարնեն տելեֆոնի վրա գխաղան նստարան չգար այլ ամբողջ դեպողության հավատացյալները պետք է ինչ լան ոտքի գանքնին գամ ձունգի կան որպես ապաշխարության նշան, որպես երկրպագության նշան, խոնարհումի նշան, եւ գամ ոտքի, ըսելու համար որ դեռ մենք եկած ենք, գանկնած ենք կուտիմացը եւ մեր աչքերը քեզի ուղած ենք, որովհետեւ պատրաստ ենք, որ մեզ փրկես, որ մեզ ազատես այս մեղքի աշխարհեն, որ ազատես իմ հոգիս մեջ փույն դրած Եգիպտոսեն, ազատես զիս դեր, ըստրգուտենեն, այսինչ մեղքին հետ գապվածություն ունիմ, շնության գապվածություն ունիմ, քողության անթեպ գապվածություն ունիմ, փամփասանքի գապվածություն ունիմ, քողության գապվածություն ունիմ, ազատես իստեր այս մեղքի Եգիպտոսեն։ Ահա սիրելներ անոր համար պիտի երթանք եկեղեցի, ոչ թե ամեն անգամ ժամացույցը նայենք երբ պիտի վերջանա։ Եթե սիրելներ ամբողջ դեպողության մեր մեղքերը լանք արցունքով Աստուծո դիմաց, այդ ժամանակը մեկ վայրկյան վաբես պիտի անցնի։ Եթե մեր հայացներ գետրոնացնենք դիրոջ վրա, ուր խորանին վրա է սուրբ սգին մեջն է, նշխարին մեջն է, այդ ժամանակ սիրելներ մենք այլևս ոչ աչ կնայինք, ոչ սաղ կնայինք, այլ գաղութենք հավատքով, ահա այս է սիրելներ, որ այստեղ գսվի, երկրորդ հետաքրքրական բանը այն է, որ Եբրայեցի ժողովուրդը սիրելներ Եգիպտոսեն դուրս եկավ գանկնեցավ ուր Գարմիր ձովուն վրա դիմաց ճիշտ է հետաքրքրական է սիրելներ միսեք միայն ձովուն այլ որ ձովուն Գարմիր ձովուն ինչու համար հետաքրքրական է որովհետև այստեղ գանկնող հավատացյալները ինչի վրա գանկնած են Գարմիր ձովուն վրա ճիշտ է գրագե մեկ յետև կնա աբագին ինչով խառնված էր Գրագ ինչ կույն է, ուրեմն ետ երտանք, ուրեմն սիրելներ հոգևոր փոխապերություն է, ինչպես որ անցյալին հին գդագարանի մեջ ժողովուրդը Գարմիր ձովուն դիմաց կանգնած էր, եւ Մոսես կավազանը զարգավ ու ճուրերը բացվեցան եւ մեջեն անցան,
ազատեցավ ժողովուրդը, բայց իրենց հալածեց ով։ Փարավոնը Եգիպտոսի, Փարավոնը իր զորքին հետ միասին։ Երբ որ Փարավոնը տեսավ, որ Գարմիր ծովը փակված է, ինքն ալ մեջը մտավ։ Աբա ինչ եղավ։ Գարմիր ծովը փակվեցավ, եւ Փարավոնը իր զորքերը ինչ եղան։ Խեղդվեցան, գործանեցան, հիմա նույն ցևով, հոգևոր իմաստով։ Սիրելիներ, Եբրայեցի ժողովուրդը Գարմիր ծովուն դիմաց հավատացյալները այս ցանկի նեղություններեն մարտիրոսության մեջ են անցած ծովուն վրա։ Անոնք սիրելիներ ազատագրվեցան Եգիպտոսի կերուտերեն, ավասիկ Աստուծո վստահողները պիտի ազատագրվին այս աշխարհի մեղքերեն։ Փարավոնը հալածեց Աստուծո ժողովուրդը, ները հալածեց Քրիստոսի հավատացողները։ Փարավոնը խեղդվեցավ Գարմիր լիճի մեջ իր զորքին հետ միասին, ները եւ իրեն հավատացողները ուր պիտի նետվին։ Հավիտենական անտունտին մեջ, գրագե եւ ձծումպե լիճին մեջ։ Դեսեք այս բոլոր ամեմատությունները։ Եվ սիրելիներ, նայեցեք, այս աշխարհը ինքզինք զորավոր կգարձե հավատացյալներուն վրա։ Եթե հավատացյալը սպաննեն, եւ այսօր ամեն օր աշխարհի մեջ, աշխարհի զանազան անգյուներու մեջ հավատացյալ կսպանվի, Քրիստոսի հավատացողներ։ Աշխարհը սպաննելով իրենք կգարձեն, որ իրենք ինչ եղան, հաղթեցին։ Իրենց աչքին իրենք հաղթանակած են, բայց իրականության մեջ ովքեր են հաղթողները։ Ուրգե գիտենք։ Գարտանք նայեցեք այստեղ ինչ կսե։ Անոնք, որոնք հաղթեցին Կազանին։ Հաղթեցին։ Սիրելիներ, սպանողները իրենք կարծեցին, որ երկրի վրա հաղթեցին, բայց իրականության մեջ իրենք բարդված են։ Իսկական հաղթողները ովքեր են։ Իսկական հաղթողները Աստուծո թիմած գանքնողներն են։ Ահա անոր համար սիրելիներ անցյալին, երբ որ գարտակ սուրբերուն վարկը, որոնք երբ որ Կազաններու թիմած գրգեսներ կբերվեին Կազաններու թիմած նետվելու, սիրելիներ իրենց փանդախուցիկներեն երբ որ դուրս կելեին, թեպի ուրեմն այդ Կոլոսեյումը երթալու, թեպի այդ ամֆիթեատրոնը երթալու, գարձեք թե երկինք երթային, ուրախությամբ կգալեին։ Գարձեք երկինք է որ երթային։ Երկու ամիս առաջ Կոլոսեյում էինք, Հռոմի մեջ էինք սիրելիներ։ Ես կանգնած մինագս աղոտ կնեի եւ վերեն գտիդեի ու աչքիս դիմաց եկան բազմահազար հավատացյալ քրիստոնյաներ, որոնք սիրելիներ Կազաններու գերտ արցան եւ դեսա գարձեք հոգի աչքերով դեսա անոնց հոգեվոր ուրախությունը, ցնծությունը, անոնք սիրելիներ հաղթեցին աշխարհին, հաղթեցին, անոնք հաղթական Հիսուսին հաղթական զավակներն են, աշխարհը բարդվեցավ, աշխարհը բարդվեցավ։ Ամնոր համար հավատացյալը երբեք չի բարդվիր։ Հավատացյալը երբեք չի բարդվիր, որովհետև հավատացյալին հաղթանակը իր անձնական հաղթանակը չէ, այլ հավատացյալին հաղթանակը հավաքական հաղթանակ է, որում բարակլուխը դերն է, Հիսուսն է, որ հաղթեց աշխարհին։ Ինչպես որ սիրելիներ հաղթող շամպիոնի զավակը իր ընկերներուն թիմաց հաղթական կգալ է։ Նույնիսկ ինք չէ հաղթողը, իր հայրն է հաղթողը եւ գսե, գիտեք ես ով եմ։ Ես առաջնությունը շահած հաղթական այսինչին զավակն եմ, կարծեք թե ինքն է որ հաղթանակը դարած է։ Սիրելիներ, հավատացյալները երկրի վրա այդպես են, որ մենք սիրելիներ հբարդ ու եւ ուրախ ենք, ոչ թե մեր դարած հաղթանակով մենք հաղթանակ չունենք, մենք առանց Քրիստոսի գուսադինք, գործանինք, համաձայն եք։ Մեր հաղթանակը Հիսուս շահած է, իր հաղթանակը մեր հաղթանակն է, անոր համար ասավ, աշխարհի վրա խռովություններ պիտի ունենաք, մի դրտմիկ, մի խռովիկ, մի վախնակ, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Ահա սիրելիներ, Կազանը, որուն թիվը ամենքը սորվեցանք եւ որ 10-րդ գլուխը գսերդեինք, ինչ էր 6 եւ ինչու համար 6 ոն բացադրեցի, որովհետեւ 7-ն խորհրդանիշ է գադարելության, իսկ 6-ն անգադարելության։
7 կնշանակե 3 անգամ 7 կնշանակե գադարելությանց գադարելությունը 6 կնշանակե անգադարելությանց անգադարելիությունը եւ ինչ միշտ ասերեմ ցեզի սատանան միշտ կփորձե գաբգել Սուրբ Երրորդությունը քանի որ Սուրբ Երրորդություն կա Հայր Որդի եւ Սուրբ Հոգի սատանան ալ սիրելներ Սուրբ Երրորդությամբ սուդ երրորդությամբ կներգանա Սուրբ Երրորդության դիմաց սուդ երրորդությամբ ովքեր են սատանան մեծ վիշապը ները առաջին կազանը երկրորդ կազանը սուդ մարգարեն հետևաբար կազանը ինքզին կհամեմատե մեծ վիշապը ինքզին կհամեմատե Հայր Աստուծո հետ ները ինքզին կհամեմատե Հիսուս Քրիստոսին հետ սուդ ուսուցիչը ինքզին կհամեմատե սուդ մարգարեն ինքզին կհամեմատե Սուրբ Հոգին հետ անոր համար 7-7-7-ին դիմաց ինչ է 6 եւ նայեցեք ինչ կսե անոնք որոնք հաղթեցին կազանին եւ անոր արցանին անոր որոն անունին քումարը թիվով կրված էր գեցած էին աբագեղեն ծովուն վրա ուրեմն հաղթողներն է որ Քրիստոսի դիմաց Աստուծո դիմաց ահավասի կանգնած են սիրելներ դժվարին օրեր պիտի կան այո դժվարին օրեր Հիսուս նույնիսկ սկսավ Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու 21-րդ համարի մեջ որ այնպիսի մեծ նեղության օրեր պիտի կան որ աշխարհի սկիզբեն ի վերջ չեն բադահած եւ ոչ ալ պիտի բադայի եւ սակայն եւ ինչու դժվարին օրեր հիշեցեք եւ որ 10-րդ գլուխը գսերդեինք այնտեղ հատկապես 17-րդ համարի մեջ տեսանք որ սատանները պիտի բարդատրե որ ամեն մարդ իր ճակատին եւ ցերկին աչ ցերկին վրա իր գնի կառնե որով մարդ պիտի չկարողանա առանց այդ նշանին ոչ քնել ոչ ծախել նույնիսկ հացի բադար պիտի չգրնա առնե մարդ եւ եթե մեկը համարցակի ուրիշին բաժակը չուր դալ իսկ այդ բաժակը չուր դվողնալ պիտի թադաբարդվի ներին գողմե ահա ինչ դժվարին օրեր պիտի կան իսկապես որ սիրելներ հուրե եւ սուրե պիտի անցնի հավատացյալ իսկապես որ օրվա հացին համար դիրոջ մեկ գախյալ պիտի լանք իսկապես որ պիտի ասենք դիրոջ ըզհաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր իսկապես պիտի հասկանանք այս խոսքին իմաստը պիտի այդ գարիկը զգանք այսօր սիրելներ մեր դուներու մեջ լիքը հաց կա ասանք այդ խոսքը զորություն չունի մեզի համար թեր գարձեք բայց օր պիտի կա որ այդ հացը պիտի խնդրենք այդ բադարը հացը պիտի խնդրենք ահա թե ինչ դժվարին օրեր պիտի կա բայց ով որ մինչև վերջ համբեր է պիտի փրկվի եւ վերջին դողը ինչ կսե Աստուծո դված քնարները բռնած ուրեմն կանգնած էին Աստծո դիմաց եւ ինչ բռնած էին ցերկի մեջ քնար կամ քնար Ամեն դեպս սիրելներ քնարը մենք ասկի առաջ տեսանք ովքեր բռնած էին երկինքի մեջ հրեշտակները կամ 24 երեցները ճիշտ է եւ նաեւ սիրելներ տեսանք որ երբ որ 144,000 բրգյալները երկինք ելան անոնքալ քնարներ ունեին իրենց ցերկին մեջ քնարը այլ խոսքով խորտանիշ է երկու բանի հաղթանակի եւ փարապանության օրտներկության եւ հետաքրքրական փառը կա այստեղ նկատեցիք ինչ է նայեցեք նորեն գարտացեք ինչ կսեք որ լավ չգարտացիք Աստուծո դված քնարները բռնած ոչ թե իրենց քնարները ոչ թե ասեք որ ժողովուրդ մերնիմն է քնարս է դստրեք երկինքի մեջ քնար պիտի նվագեմ ոչ Ուր որու գոմ է դրված է այս քնարը Աստուծո գոմ է ինչու որովհետև փարած վսակ ով պիտի դա Աստված եւ քանի որ քնարը ասի հաղթանակի խորհրդանիշ է հաղթանակ ով է որ գուտա Հիսուս Քրիստոս եւ սիրելներ քնարը գուտա դերը որոնց որ ինք արժանի կնկատե ոչ թե ով որ ինք արժանի կնկատե այլ դերը որոնց որ արժանի կնկատե անոնց ինքն է որ քնարը պիտի դա որ զինք օրտապանեն քնարը պիտի դա որբեսի հրեշտակներուն հետ միասին նույն փարապանությունը իրեն ուղեն
Այլ խոսքով քնարը սիրելներ մեզի համար նաև վարձք պիտի լա, որովհետև այնտեղ քաղցրությամբ սիրելներ դիրոջ անունը պիտի փառաբանենք։ Եվ սիրելներ ցեզի ուրախ լուրմը անոնց որոնց ցայնը այստեղ խրբոդ է ագանջ ճունին դո գերկեն բայց դո գլա դորե մի ֆան երկածադենին դորե մի ֆա գլա ասեմ որ երկնքի մեջ սիրելներ քեղեցիկ ցայնով պիտի երկեք քեղեցիկ հետևաբար ցայնը մարզության տրամի վճարեք այստեղը երկնքի մեջը այնքան քեղեցիկ պիտի երկեք եւ եթե այս երկրի մեջ պիտեսես որ ինչ անշնորհք մնացի ես ոչ մեկ գործիք չեմ գիտեր նվակել սիրելներ երկնքի մեջ քնար պիտի դրվի ցեզի քնար պիտի նվակենք ամենքս ուրախալի քնար պիտի նվակենք այսինքն դերը պիտի պարապանենք սիրելի քույրեր եղբայրներ եկեք մենքալ մեր հավատքի մեջ անսասան մնանք եկեք մենքալ թեմ տնենք չարին որբեսի օր մնալ մենք արժանի ըլանք երկինք հասնելու եւ Աստծո գողմե քնահատվելու Աստծո գողմե քնարը ստանալու որբես հաղթանակի խորտանիշ եւ որբեսի իր սուրբ անունը փառաբանենք եւ այդ ժամանակ հրեշտակներուն հետ միասին ամենքս պիտի քնար նվակենք եւ Տիրոջ անունը փառաբանելով ասենք Փառք ես Աստված փառք ես հաղաքս ամենայնի դեր փառք ես ամեն Եթե հաջորդին երկրի վրա չտեսնվեցանք, երկնքի մեջ կտեսնվենք։ Շատ բարի, սիրելի քույրերի եղբայրներ, եկեք խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք։ Սուրբ Ներսեշնորհալի հայրաբեդին բարերով աղոթք կբիտնենք, արևակալի ժամերկության ընթացքին որ գերկենք ճանապարհ ճշմարտություն եւ կյանք Քրիստոս, Հիսուսինք է մեր ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Խոնարհենք եւ աղոթենք։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվի սրբո ամեն Ջանաբար ճշմարտություն եւ կյանք Քրիստոս առաջնորդե մեր հոգիները որբեսի երգրեն երգինք ելեն կյանք մտնելու թուրը Հիսուս մեզ եւս հորը եւ հոգինքով մտցուր որբեսի միշտ փառք երկենք ամեն Դերվողորմյա 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 Պաշտպանություն պաշտպանություն դերվողորմյա դերվողորմյա Sarabo
Իածնին Իշյադեր և ողորմյան Հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն Հայր մեր որ գիսես Սորբ եղեցի անուն քո եկես արքայություն քո եղեցին կամ քո որպես գիս և հեգրի Ցած մեր համաբազոր դուր մեզ այսօր թող մեզ զբաղդիս մեր որպես և մեկ թող մերոց բարդաբանած և մի տանից մեզի փորձություն Զիկոյե արկայություն և զորություն և փառք Հավիդյանս Հավիդենից ամեն օրտնյալք եղերուքի շնորհացն սրբոք վույն երթայք խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղիցի ընձեզ ընդ ամենեսյանդ ամեն Աստված սիրելիներ ձեր բոլորի անունները կյանքի քիրքի մեջ արցնակրե և ձեր բոլոր ընչեցյալները օգիներ լուսավորե ամփորձանք ձեր դուները հասնեք